Ողջույն սիրելի բարեկամներ, տղան ասում է մորը. Մամ, մի բան ասեմ, մի խնդրանք ունեմ, կկատարես, դու ուզես, ես ինչ չանեմ տղաս, ասա ամեն ինչ կանեմ քո համար։ Մամ, քո հարցն ասում է, քո տարիքն արդեն մեծ է, պետք է մի քիչ հանգստանաս, այս տունն էլ հարմար չէ, փոքր է, նեղվածք, քո հազը էլ ավելի վատացել է, դիաբետ էլ ունես, սրտի խնդիր, ոսկրերի խնդիր, էլ ինչ ասեմ, հա որդիս, երևի ավելի շատ, ախ լռի մամ, անհրաժեշտ է, որ կողքիդ միշտ մի հոգացող մարդ լինի, դե ուրեմն գյուղ տարեք ինձ, ոչ, մտածում եմ, եթե քեզ տանենք ծերանոցի հատուկ բաժանմունք, ավելի լավ կլինի քեզ համար, այնտեղ շատ մարդ կա քո նման, կկարողանաս շփվել նրանց հետ, իսկ այս տանը բոլորը բացակայում են, ես գործերով եմ, հարցդ աշխատավայրում, թոռդ ամբողջ օրը դպրոցում, այնտեղ դու ավելի լավ կզգաս քեզ, սա էլ իմ և հարցիդ առաջարկն է, լավ որդիս, եթե դու ես ուզում, թող այդպես լինի, շնորհակալություն մամ, լավ ուրեմն, վաղը կեսօրից հետո քեզ կտանեմ, պայուսակն էլ կպատրաստես։ Հաջորդ օրը մայր ու որդի ավտոմեքենայով ճանապարհ են ընկնում, լռությունն ընդհատում է մայրը, որդիս, կգաս ինձ տեսնես այնտեղ, եթե կարողանաս, մի հեռախոս էլ կտաս ինձ, մամ, հեռախոսը ինչու է պետք, այնտեղ հեռախոս կա, քիչ անց մեքենան կանգ է առնում մի տան դիմաց, երկար լռությունից հետո տղան ասում է, ահա մամ, հասանք, սա այն ծերանոցն է, որ ասում էի, քեզ համար երկրորդ հարկի հարավային սենյակն արդեն ամրագրել եմ, զանգը հնչում է, դուռը բացվելուն պես մայրն ապշում է, ծնունդդ շնորհավոր, մամ, ահա նրա միակ թոռն ու հարսը, տորթով, այսքան շատ փուչիկներ մայրիկը երբեք չէր տեսել, այսքան մեծ ուշադրությամբ նրան երբեք չէին շնորհավորել ծննդյան օրը, ահա նաև նրա երկու դուստրերն ու նրանց ամուսինները, բոլորին հրավիրել էր նրա խենթ որդին, ծնունդդ շնորհավոր, մամ, դու ինչքան մեծացել ես, մայրիկը հուզված ձայնով, բայց սա ում տունն է, տան ցուցանակը չես տեսել, մամ, հորս անունով եմ կոչել, այս ամբողջ տունը հիմա մերն է, մամ, այժմ դու այստեղ կհանգստանաս, կվայելես կյանքը, մայրը հուզված, արցունքոտ աչքերով միայն գլուխն էր թափահարում, բառ չգտնելով արտահայտվելու, միջոցառումից հետո, երբ մայրը պատրաստվում էր քնել, նա որդուն կանչեց, պայուսակից հանեց մի փոքր տարա և տվեց որդուն, վերցրու տղաս, այլևս պետք չի լինի, սա թույն էր, մտածում էի, եթե իսկապես ինձ ծերանոց տակ, հենց այդ օրը կխմեի, ախ մամ, ինչ ես ասում, ես դա արդեն փոխել եմ անցած գիշեր, ներսը քո դեղերն եմ լցրել, հիմա հանգիստ քնիր, մորն այլևս ոչինչ պետք չէր, նա գոնե մի բան գիտեր, իր որդուն մարդ էր դարձրել, այս գիշեր իսկապես հանգիստ քուն էր ունենալու, առանց քնաբեր դեղերի, սերիներս, ձեզ հետ էլ Մանուշակ Շիրինյանը, կհանդիպենք, լավ մնացեք,